Այսօր մենք խոսելու ենք արտ թերապիայի մասին եւ իմ հյուրն է Սեդա Շահվերդյանը, ինչի մասին է ընդհանրապես արտ թերապիան։ Ամենաապահով տարբերակը որպես այդպիսին սկզբնական փուլերում աշխատանքի մատիտներն են։ Չենք կարող նկարչին համարել թերապևտ, նկարչի ցանկացած ստեղծագործություն թերապևտիկ։ Արտ թերապիան այն ուղղություններից է, գուցե միակը, եթե չեմ սխալվում, որտեղ process-ը եռակողմ է։ Այսինքն կա պացիենտ, թերապևտ եւ ստեղծագործական պրոդուկտ։ Վայ, ես վերջին անգամ նկարել եմ, չգիտեմ, երկրորդ դասարանում, ես չեմ կարող հիմա անել։ Միշտ այդ դիմադրությունը կա։ Կարևոր է հիշեցնել, որ այստեղ նպատակ չենք հետապնդում ստեղծելու արվեստի գլուխգործոցներ, որն է հենց ձեր առողջ լինելու բանաձևը։ Բարև ձեզ, Փուն TV-ի եթերում դուք դիտում եք առողջ ոդքասթը մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք խոսելու ենք արտ թերապիայի մասին եւ իմ հյուրն է Սեդա Շահվերդյանը, հոգեբան։ Շնորհակալություն Սեդա հրավերն ընդունելու համար։ Այս թեման թերևս քիչ քննարկված, բացահայտված եւ արծրացած թեմաներից է, սակայն շատ տարածված է։ Հիմա որպեսզի սկիզբը շատ այսպես սահուն խնդիրներին, միֆերին անդրադառնանք, եկեք նախ հասկանանք ինչ է արտ թերապիան, որովհետև շատ բազմաթիվ եւ մի փոքր էլ շեղող կարծիքներ կան սրա մասին, ու սկզբում եկեք տարբերակենք, հա, ինչի մասին է ընդհանրապես արտ թերապիան։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, որովհետև կարիք կա այս մասին անպայման բարձրաձայնելու ու կարծում եմ լավագույն տեղն է դա անելու համար, անպայման կարիք կա խոսելու ինչ է արտ թերապիան իրանից ներկայացնում, որպեսզի նաև կարողանանք տարանջատել որոշակի գործունեության դաշտեր, ինչ որտեղ կարող եմ ասել նաև պրոֆեսիոնալ եւ ոչ այնքան պրոֆեսիոնալ, ստեղծագործական, բայց ոչ թերապևտիկ նաև միգուցե կամ մասնակի թերապևտիկ։ Ինչ է արտ թերապիան առհասարակ։ Դե բառը արդեն հուշում է, արտ արվեստ, այսինքն արվեստը որպես թերապիա։ Ենթադրում է թերապևտիկ նպատակով կիրառել ստեղծագործական որոշակի միջոցներ, հասնելու թերապևտիկ արդյունքի։ Որոնք են այդ միջոցները։ Հիմնական տարածված տարբերակներից են իզոթերապիա կոչվածը, որը ենթադրում է նկարչություն, նկարչաթերապիա, եթե բառացի թարգմանենք, կոլաժով թերապիա, ստեղծվում են կոլաժներ, մանդալաթերապիան որպես այդպիսին, ավազաթերապիան որպես առանձին ուղղություն, ֆոտո, կինո եւ այլ նմանատիպ թերապևտիկ ուղղություններ։ Այդ նեյրոգրաֆիկան մտնում է սրա մեջ, թե դա բոլորովին առանձին է։ Նեյրոգրաֆիկան վերջերս է զարգացել, ուղիղ կերպով պաշտոնապես ընդունված չի իրան մտցնել արտ թերապիայի մեջ, բայց process-ը ինքնին ստեղծագործականություն իր մեջ պարունակում է։ Ուղղակի նեյրոգրաֆիկայի մեջ ավելի շատ շեշտը դրվում են դրա օգնությամբ նոր նեյրոնային կապեր ստեղծելուն, ինչը աշխատում է նաև էլի մնացած արտ թերապևտիկ ուղղությունների ժամանակ, այսինքն այնտեղ եւս թերապևտիկ իմաստի մեծ մաս կազմում է մեր կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը, ֆիզիոլոգիական մասը, որտեղ հենց ձևավորվում են նոր նեյրոնային կապեր ստեղծագործական մտքի, ստեղծագործական աշխատանքի շնորհիվ։ Այսինքն որևէ էական կապ չունի այստեղ, թե արվեստի որ տեսակն է որպես այդպեսին կիրառվում, չէ, արտ թերապիայի շրջանակներում։ Կապ ունի այնքանով, որ տվյալ կոնկրետ ամեն դեպքի համար ընտրում ենք տարբերակ, որը առավել նպատակահարմար կլինի կիրառել, թերապևտիկ նպատակից ելնելով մեկ եւ այցելուի պատրաստվածության տեսանկյունից եւս։ Որպես օրինակ ասեմ, երբ որ առաջին այցն է լինում, որպես կանոն չենք տալիս, իրանք էլ հիմնականում մեծամասնությամբ կհրաժարվեն հաստատ այնպիսի նյութերից, որոնք ծորում են, օրինակ գուաշներն են, ջրաներկերն են, կավն է կամ ավազը, պլաստին եւ այլն, որտեւ իրենց կոնսիստենցիայով եւ իրենց հետ հարաբերվելու տարբերակով հաճախ թվում է ավելի բարդ, դժվար եւ միշտ այդ դիմադրությունը առաջանում է։ Հետևաբար ամենաապահով տարբերակը որպես այդպիսին սկզբնական փուլերում աշխատանքի մատիտներն են։ Երբեմն նույնիսկ կա դիմադրություն գույներից։ Ընտրում են հիմնականում հասարակ մատիտ առանց որևէ գույնի,
կամ սև մատիտ, այսինքն այս դիմադրությունը կա, հաշվի ենք առնում դիմադրությունը, հաշվի ենք առնում ինչ նպատակ ենք հետապնդում եւ ինչի է պատրաստ այցելուն։ Ըստ դրա հասկանում ենք, թե որ ուղղությունը վերցնենք այս պահին աշխատանքի համար։ Այս նպատակի պահը թերևս մի հատ փորձենք մանրամասնել։ Արդյոք ի սկզբանե պացիենտ, ով գալիս է արտ-թերապիայի եւ մասնագետը, ով որոշում է նաեւ կիրառել արտ-թերապիան, հա, որոշակի սկզբնական հայց կամ, չգիտեմ, հայտ է լինում, թե ինչի շուրջ ենք մենք աշխատում, հա, սա կիրառելով, թե ուղղակի պարզապես, որտեվ ինչ որ կողմ, ինչ որ տեսանկյուն կա, որ սա ինչ որ լիցքաթափող երևույթ է, բայց ոնց որ կարծես իրականում այլ նպատակ կա։ Այստեղ կարծում եմ ճիշտ կլինի խոսենք այն մասին, թե որքանով է արվեստը ինքնին թերապևտիկ եւ ինչ ենք մենք ասում եւ ինչ ենք մենք հասկանում ասելով արտ-թերապիա։ Ես տարբեր լսարաններում միշտ տարաբաժանում ավելի հստակ դարձնելու համար ավելացնում եմ ոչ թե ուղղակի արտ-թերապիա, այլ արտ-հոգեթերապիա։ Եթե մենք խոսում ենք արտ-հոգեթերապիայի մասին, այո, հայց պետք է լինի։ Այսինքն ես ունեմ խնդիր, որով եկել եմ մասնագետի մոտ, փորձելու ինչ որ ձևով այդ խնդիրներս լուծել կամ գուցե կարգավորել։ Մնացած բոլոր դեպքերում մենք բախվում ենք մյուս տարբերակի հետ, երբ արվեստը ինքնին դիտվում է որպես թերապիա։ Այստեղ կա շփոթմունք մի փոքր, որովհետև չենք կարող նկարչին համարել թերապևտ, նկարչի ցանկացած ստեղծագործություն թերապևտիկ եւ տարբերակում մտցնելու կարիք կա։ Սա շնորհակալություն նաեւ այդ հարցը բարձրացնելու համար, որտեվ ստեղծում է մեծ տարածություն, ինչ որտեղ կարող եմ ասել ինքնագործունեություն ծավալելու համար, որովհետեւ հաճախ ուղղակի ինչ որ մի բան այս պահին անելը այսպես ասած սահուն վերնագիր է դրվում արտ-թերապևտիկ աշխատանք օրինակ եւ սահուն կերպով մտցվում է դրա տակ, բայց որքանով է դա թերապևտիկ, առավել եւս հոգեթերապևտիկ, այստեղ շատ հարցեր են առաջանում։ Այսինքն ուղղակի մի բան անելը եւ կոնկրետ նպատակով դրա հետ աշխատելը էականորեն տարբերվում են։ Եվ գուցե այստեղ նաեւ մեր լսարանին մի փոքր ուղղորդող եւ գիտելիքի տեսանկյունից հա փորձենք հուշել, որ շատ հաճախ ինչ որ հայտարարություններ, որտեղ դուք տեսնում եք նշված օրինակ արտ-թերապիա, ի թիվս այլ խմբակների օրինակ, սա կարող է շեղող լինել եւ պիտի փաստորեն ի սկզբանե որոշակի զգոնություն ցուցաբերեն ու հասկանան, որ սա հոգեթերապիան չէ, որպեսզի նաեւ ակնկալիքների խնդիր չառաջանա։ Հիմա այս մասնագիտական հարցը նաեւ փորձենք հասկանալ, ով կարող է, ով իրավունք ունի եւ ինչ վերապատրաստում, ինչ մասնագիտական փորձառություն պիտի ունենա, մարդով կարողանա գործել, աշխատել այս ուղղությամբ, հա։ Մեր իրականության մեջ Հայաստանում նկատի ունեմ, էլի շատ սուր եւ կարեւոր հարց է, որովհետեւ մենք անգամ հոգեբանի գործունեության դաշտում չունենք օրենսդրական կարգավորումներ, լիցենզավորման գործընթաց, ելուր մնաց թե արտ-թերապիայի համար լինի որոշակի հստակեցում։ Այսինքն մենք առաջնորդվում ենք ստանդարտ ընդունված աշխարհում հայտնի բուհերից, բուժհաստատություններից, չգիտեմ, ամբողջ աշխարհում ընդունված ասոցիացիաներից եւ կազմակերպություններից վերցնում ենք որոշակի ուղեցույցեր, ուղենիշներ, այսպես ասած, որով եւ փորձում ենք այստեղ մեր գործունեությունը ծավալել։ Ամեն դեպքում, անկախ այդ կարգավորումները կան թե չկան, ենթադրում է արտ-թերապևտը որպես այդպիսին բազային որոշակի կրթություն, ինչի բնականաբար հոգեբանությունն է, նրանից հետո անցնել համապատասխան վերապատրաստումներ արտ-թերապևտի ուղղությամբ։ Մեզ մոտ չկա ուղղակի ուրիշ ինստիտուտ, որ ես նշեմ, մեզ մոտ բակալավրիատը հոգեբանի կրթությունն է, շարունակությունը արդեն վերապատրաստումների տեսքով արտ-թերապևտ։ Արտասահմանում փոքրինչ այլ է կազմակերպվում, որովհետև արտ-թերապևտ կոչվելու համար ենթադրվում է համապատասխան ավելի երկար տարիների կրթություն, օրինակ մագիստրոսական երկամյա կրթություն, ինչը ենթադրում է, որ ի թիվս քո հոգեբանական պատրաստվածության դու պետք է լինես բավարար պատրաստված արվեստի այլ ուղղություններում եւս, որ պահին քեզ ինչ պետք լինի, դու կարողանաս համաչափ կերպով կիրառել։
Հետաքրքիր է։ Մեզ մոտ սա մնում է մասնագետի խղճի վրա, մասնագիտական խղճի վրա, թե ինչքանով ինքը պատրաստ է անցնել այդ վերապատրաստումները եւ հետո նոր ինչ-որ բան անել։ Իսկ ունենք որևէ այլ կառույց, օրինակ ասոցիացիա կամ կազմակերպություն, որը ինչ-որ կերպ փորձում է կոորդինացնել հոգեթերապևտների հետ կապված հարցերը։ Կոնկրետ արտ-թերապիայի մասով ունենք արտ-թերապիայի հայկական ասոցիացիան, դեռևս երիտասարդ է, վերջերս է կայացել որպես այդպիսին, ունենք ասոցիացիայում անդամներ եւ ամբողջ նպատակը հենց դրան է ուղղված մեր գործունեությունը, որպեսզի կարողանանք մասնագետներին տալ, մարդիկ, ովքեր հետաքրքրված են արտ-թերապիայով, արտ-հոգեթերապիայով հատկապես, իրենց տալ որոշակի ուղղություն պրոֆեսիոնալ աշխատանքի, ու դա ներառում է իր մեջ թղթաբանություն, ինչպես վարել թղթաբանությունը, որովհետև հաճախ նորից եմ ասում, շփոթում են, ուղղակի մի հատ նկարենք, մի բան անենք, այսպես ու գնանք։ Բայց դա որպես հոգեթերապևտիկ առանձին ուղղություն ենթադրում է հատուկ թղթաբանության վարում, ընթացքի գրառումներ, ավարտի գրառումներ, աշխատանքի վերլուծություն եւ այլն։ Փորձում ենք հնարավորինս ստեղծել որոշակի ուղեցույցներ, այսպես ասած, որով կառաջնորդվեն մասնագետները, այդ թվում նաեւ էթիկական կոդեքս, որը վերծված է էլի համաշխարհային ընդունված մեծ կազմակերպություններից հոգեթերապիային առնչվող, արտ-թերապիային առնչվող փորձ է արվել նաև հարմարեցնել մեր տեղի օրենսդրությանը, որովհետև էթիկական հարցերն էլի չեն շրջանցում արտ-թերապիայով աշխատող մասնագետներին, կապ չունի, եթե դու արտ-թերապևտ ես, ուրեմն ինչ-որ բան շրջանցես կամ հարազատի հետ աշխատես եւ այլն, չէ, միևնույնն է, նույն ձևով ես կասեի մի փոքր էլ ավելի բարդ տարբերակով առնչվում է արտ-թերապևտների գործունեությանը, որովհետեւ եթե մնացած հոգեթերապևտիկ ուղղությունների ժամանակ process-ը երկկողմ է, այսինքն կա պացիենտ եւ թերապևտ, արտ-թերապիան այն ուղղություններից է, գուցե միակը, եթե չեմ սխալվում, որտեղ process-ը եռակողմ է։ Այսինքն կա պացիենտ, թերապևտ եւ ստեղծագործական product։ Հետևաբար բոլոր էթիկական նորմերը, կանոնները վերաբերվում են, կարգավորում են ոչ միայն պացիենտ-թերապևտ հարաբերությունները, այլ նաեւ պացիենտ ստեղծագործական product, թերապևտ ստեղծագործական product, թերապևտ պացիենտ ուղիղ հարաբերություն։ Այսինքն process-ը եռակողմ է այստեղ։ Այս պահին մի հատ շատ կարևոր պահի եմ ուզում նաև անդրադառնանք նկարչի պարագայում հաճախ ստացվում է այնպես, որ օրինակ ինքը նկարելիս բոլորովին այլ էմոցիաներ, հուզական վիճակ, բացատրություն է տալիս իր ստեղծած կտավին, նկարին, որևէ ստեղծագործական աշխատանքին եւ երբեմն, որպես կանոն շատ հաճախ չի համընկնում այն դիտողի վերլուծությանը որպես այդպիսին եւ դիտողը բոլորովին այլ բան է տեսնում։ Եթե մի պահ սա մտքում ունենանք ու գանք հոգեթերապիան, որը նաեւ արտ-հոգեթերապիայի տեսքով ենք քննարկում այս պահին, ինչ տեղ ունի այստեղ այդ վերլուծությունը եւ արդյոք պիտի լինի թե ոչ ու ինչ ձևով պիտի լինի, որովհետեւ սա էլ է ոնց որ ինչ որ իմաստով շահարկվում ու նաև վախեր է առաջացնում այն մարդու մոտ, ով ուզում է ընտրել, եւ անցնել այդ ճանապարհը արտ-հոգեթերապիայի միջոցով, Ինչպես է վերլուծական գործընթացը լինում, այս շատ հետաքրքիր է, որ դուք նշեցիք հենց այդ եռակողմ հարաբերությունները, եւ որքանով է սա իրականում տարբերվում սովորական, օրինակ, կտավի մեկնաբանությունից ու վերլուծությունից, որպեսզի հստակ այս տարանջատումը փորձենք ունենալ։ Կարևոր բազմաշերտ հարց եք տալիս, նախ ինչ է տեղի ունենում, երբ որ մենք նայում ենք ուրիշի նկարին, ուրիշի ստեղծածին։ Մենք տեսնում ենք այնտեղ որոշակի բովանդակություն, բայց որքանով է դա ստեղծողի բովանդակությունը եւ որքանով է ընկալողի պրոյեկցիան։ Որտեւ միևնույն սպիտակ թուղթ, որի վրա կա մի քանի կետ, ես նայեմ կտեսնեմ մի բան, դուք նայեք կտեսնեք մեկ այլ բան, երրորդ անձը կտեսնի այն ինչ որ իր հոգեկանը այդ պահին կպրոյեկտի տվյալ թղթի, տվյալ պատկերի վրա։ Այսինքն, այստեղ արդեն իսկ
օբյեկտիվությունը դրվում է մեծ հարցականի տակ, որտեղ մենք գործ ունենք պրոյեկտիվ մեխանիզմների հետ։ Սա հոգեկանի մեխանիզմ է, աշխատանքային, հա, այսպես ասած։ Ինչ ենք մենք անում, երբ որ ուրիշի ստեղծած կտավներն ենք վերլուծում, օրինակ հայտնի նկարիչների։ Առավել ամբողջական եւ օբյեկտիվ դարձնելու համար մենք նախ եւ առաջ օգտվում ենք կենսագրական տվյալներից, նամակագրության մեթոդներից, օրագրերից, ժամանակագրությունից, հնարավոր արխիվային ամեն ինչ փորձում ենք վեր հանել, որպեսզի ստանանք մաքսիմալ օբյեկտիվ պատկեր։ Եվ այնպես այդ օբյեկտիվությունը էլի որոշ չափով դրվում է հարցականի տակ, որովհետև օրինակ այն թե ինչպես է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը վերլուծում Ֆրեյդը իր գրքերում, այլ է, քան թե որ դա կվերլուծի մեկ այլ ուղղության ներկայացուցիչ իր տեսական պարադիգմայի շրջանակներում։ Ինչ ենք մենք անում արտ-թերապիայի ժամանակ։ Շատ հաճախ ձեր հարցը ինձ հիշեցրեց մի օրինակ, երբ որ միտեղից մի թուղթ մի նկարած մի բան վերցնում են եւ ասում են մի հատ կասեք էս ինչ է կամ իմ մասին մի բան կասեք, սա շատ էլի թյուր ըմբռնում է, հասկանում ենք իհարկե ցանկությունը ճանաչված ու բացահայտված լինելու, բայց սուրճի բաժակ նայել չէ ավաղ միանշանակ այդպես չէ եւ ես միշտ ասում եմ մի կարևոր բան, որ ստեղծագործությունը արտ-թերապևտիկ ցանկացած աշխատանք վերլուծելիս առանց հեղինակի հնարավոր չի անել։ Այսինքն ես էլի կարող է առաջնորդվեմ որոշակի ունիվերսալ մեկնաբանություններով, թե այս սիմվոլը ինչ որտեղ ինչ է նշանակում, ու սա խորքային շերտերում կարող է եւ ճշմարիտ լինի։ Բայց սրանք ես պետք է որպես թերապևտ առաջադրեմ որպես հիպոթեզ, արկած որպես այդպիսին։ Իսկ այն թե ինչ է ուզեցել այցելուն այդ դրանով ասել, բնականաբար պետք է ինքն ասի։ Այսինքն դուք իրեն միշտ ներգրավում եք այս process-ում։ Միանշանակ։ Ու հենց այստեղ կարևորվում է արտ հոգեթերապիայի այն կարևոր կետը, որ նախ եւ առաջ արտ հոգեթերապիան հարաբերությունների մասին է։ Այստեղ կարևոր է իհարկե կարևոր է տեխնիկան, բայց առաջնային կարևորություն չունի այդ պահին այդ տեխնիկան, քան թե կարևոր է ավելի այն փոխհարաբերությունը, այն process, այն միջավայրը, որը ստեղծված է, որում ընթանում է որոշակի գործընթաց եւ որում իրականացվում է որոշակի տեխնիկա։ Թերապևտի կարևոր ֆունկցիան հենց դա է, որպեսզի կարողանա պացիենտին ներգրավի այդ process-ի մեջ, ուղղորդի որոշակի հարցադրումներով բացահայտելու իր համար որոշակի բովանդակություն, որոշակի ճշմարտություն։ Եթե փորձենք այսպես արտ հոգեթերապիայի դուք ինքներդ հա տարանջատմամբ կասեք, process-ը պատկերացնել շատ այսպես գործնական պարզ ընթացքով, հա, որպեսզի մեզ դիտողները հասկանան ինչ է տեղի ունենում իրականում։ Ինչպես է այն ընթանում, ինչ պատրաստվածություն կամ գուցե ընդհանրապես որևէ պատրաստվածություն պետք չի մարդու մոտ, որ գալիս է, հա, արտ-թերապիայի։ Նկարագրեք այդ ընթացքը ինչպես է լինում որպես կանոն։ Դիտարկենք երկու տարբերակ, երբ իմանալով հանդերձ են գալիս, սա ենթադրում է, որ էական պատրաստվածություններ, նախաբան, որպես այդպեսին շատ գոնե թե պետք չի։ Մնացած բոլոր դեպքերում ինչ ենք անում անպայմանորեն, տալիս ենք որոշակի տեղեկատվություն այն թե ինչ ուղղությամբ ենք աշխատում եւ գուցե ինքը ուղղակի չի պատկերացնում դա ինչ է իրանից ներկայացնում ու գտնում է որ հարմար չի իրեն, կատեգորիկ հրաժարվում է այդ տարբերակից, մենք հասկանալի է, որ չենք ստիպողաբար մտցնում այդ process-ի մեջ, այսինքն շատ կարևոր է այդ նախնական կոնտակտի հաստատման շրջանում նաև տալ տեղեկատվություն, թե ինչ է սա իրանից ներկայացնում եւ ինչ է սպասվում, ինչ ձևով է ընթանում, հա։ Պատրաստվածություն բացարձակ հարկավոր չի։ Նախ եթե արտ-թերապևտ է աշխատում, ինքը նախապես զուտ նյութատեխնիկական հագեցվածության տեսակետից պետք է իր մոտ ունենա անհրաժեշտ բոլոր միջոցները եւ պայմանները։ Եվ այստեղ կարևոր է թերևս մյուս կետը, քանի որ էլի հաճախ բախվում ենք այցելուների դիմադրության հետ, խմբային աշխատանքի ժամանակ էլ այդպես, ոչ միայն անհատականի, բայց կա դիմադրություն, որ վայ, ես վերջին անգամ նկարել եմ, չգիտեմ, երկրորդ դասարանում, ես չեմ կարող հիմա անել, միշտ այդ դիմադրությունը կա։ Կարևոր է հիշեցնել, որ այստեղ նպատակ չենք հետապնդում ստեղծելու արվեստի գլուխ գործոցներ։ Այստեղ կարելի է ուղղակի վերցնել
քո քեզ դուր եկած այդ պահին քեզ համար հաճելի մի որոշակի գույն դնել թղթի վրա ձեռքը, ենթադրենք, եթե թղթի հետ ենք աշխատում, հա, եւ մատիտներով, ձեռքը դնել թղթի վրա, անգամ փակել աչքերը եւ թույլ տալ, որ ձեռքը շարժվի թղթի վրայով, ստեղծելով որոշակի պատկերներ։ Այսինքն այստեղ մենք տեսնելու ենք ինչպես գույնի, գծերի միջոցով տալու ենք որոշակի ձև մեր հոգեկանի բովանդակությանը կամ մեր հույզերին, ինչը շատ կարևոր է։ Նույն ձևով աշխատում ենք եւ կավի հետ աշխատանքի ժամանակ այնտեղ կան գործիքներ որոշակի, բայց շատ հետաքրքիր է նաև հետևել այդ process-ին, որ երբ որ կա առաջին դիմադրությունը, միշտ ես կավ, այստեղ իհարկե շատ այլ հոգեբանական հարցեր էլ կան կապված վերցնել, կեղտոտվել, նույնը շատ արտահայտվում է նաև իզոթերապևտիկ աշխատանքի մեջ, բա որ սխալ նկարեմ, բա որ ծուռ լինի, ճղվի, չստացվի, սրանք շատ կարևոր խորքային հոգեբանական կողմերի կպչող կետեր են եւ հենց շատ կարևոր է տալ այդ պայմաններ ստեղծել այդ ապահով միջավայրը, որպեսզի այցելուն կարողանա թույլ տալ իրեն կեղտոտվել, սխալվել, չստացվել, փոփոխել եւ տրանսֆորմացիայի ենթարկել այն աշխատանքը, ինչ որ սկսվել է ի սկզբանե, որովհետեւ երբ որ խոսում ենք հոգեթերապիայի տեսանկյունից, նշեցի մի կարևոր կետ դա հարաբերություններն են, մյուս կարևոր կետն էլ տրանսֆորմացիան է։ Դրա համար հաճախ անվանում ենք տրանսֆորմացիոն կամ տրանսֆորմատիվ արտ թերապիա։ Հաջորդ հարցը, որ ուզում եի ուղղել, դա այն էր, թե ինչ է տալիս հոգեբանին որպես մասնագետ այս մեթոդը կիրառելը եւ ինչ է տալիս այցելուին, պացիենտին այս դեպքում, ու կարծես այս տրանսֆորմացիան երևի թե ամենակարևոր, հա, այդ վերջնական ձեռքբերումն է լինում։ Սա շատ կարևոր կետ է իդեպ, որովհետև մնացած ուղակի արտ թերապևտիկ աշխատանքների ժամանակ չկա տրանսֆորմացիա որպես այդպիսին, կամ կարող է կա, կարող է չկա, վերահսկողություն չկա այս մասով։ Արտ հոգեթերապիայի շրջանակներում տրանսֆորմացիան տրամաբանական ավարտն է, այն փոխակերպումը, որը դու անում ես այն պրոդուկտի հետ։ Բայց եկեք հետ գանք նրան, թե իսկ ինչ էր այդ պրոդուկտը։ Ենթադրենք, կավով ենք աշխատել եւ դու այդ ստացած պրոդուկտի մեջ ամփոփել ես քո որոշակի հույզ։ Ենթադրենք, վախենում եմ ինչ-որ մի բանից, տագնապուն եմ, չգիտեմ եւ այլն, մենք դե իհարկե թերապևտի միջամտությամբ process-ը վարում է այնպես, որպեսզի այցելուն կարողանա տեղափոխի այդ կավի տվյալ կտորից ստանա այդ իր վախի, այդ իր ձերքին զգացողության պատկերը։ Այսինքն չապրած մի հույզ, որը ինքը բերում է փաստորեն այդ վերջնական եւ այստեղ մի կարևոր մեխանիզմ է աշխատում, որ ինչ է պացիենտի համար դուք ասեցիք, պացիենտի համար շատ մեղ մեթոդ է, որովհետեւ հենց այստեղ հնարավորություն ենք ունենում կարծես թե դիսոցացվելու մի փոքր մեր ներքին զգացողություններից, բայց սա պաթոլոգիկ դիսոցիացիայի մասին չեմ խոսում, այլ ապահով պայմաններում հույզը քեզանից տարանջատելու։ Անջատում ես, հասկանում ես, որ փաստորեն ինքը մի բան է, որ ոչ թե քեզ ամբողջությամբ համակել է, այլ փաստորեն հեսա քո առջև դրված է, եւ ինչպես սիրում են ասել հոգեբանները հաճախ, հույզին տալով ձև այն ընկնում է հակարդը կարծես թե։ Դառնում է ճանաչելի, հասկանում ենք, որ փաստորեն հեսա ինքը եւ իր հետ կարելի է ինչ-որ բաներ անել եւ հենց այդտեղ սկսվում է տրանսֆորմացիան, իսկ ինչ կարելի է իր հետ անել, որ ինքը դադարի, օրինակ, քեզ համար լինել այդքան վախացնող, այդքան անհանգստացնող, մտահոգող եւ այլն։ Եվ սկսվում է տրանսֆորմացիոն process-ը։ Ստանալ ավելի ընդունելի տարբերակ, ստանալ ավելի այնպիսի մի բան, մի ստեղծագործական թեկուզ նոր պրոդուկտ, որը քո համար կլինի ավելի հանգիստ ընդունելի, կառաջացնի ավելի դրական հույզեր, կառաջացնի որոշակի հանգստություն, ներքին լարվածությունը կթուլանա եւ այլն։ Եվ միշտ ենթադրում եմ, որ փաստորեն մասնագետը այստեղ ուղղորդում է խոսքով, որևէ, այստեղ արդեն երևի մասնագիտական հմտություններն են շատ կարեւոր, թե ինչպես է ուղղորդում, չէ՞, որ ի վերջո այդ տրանսֆորմացիան որպես այդպեսին տեղի ունենա ու հատկապես այն դեպքերում, երբ ունենք մարդով խոսքային բարդույթներ, խնդիրներ ունի, իրեն շատ դժվար է խոսքով արտահայտվել եւ գուցե ինչ որ իմաստով
դասական կամ խոսքային հոգեթերապիայի պարագայում ինքը կունենա այդ դժվարությունները, այստեղ ինքը փաստորեն մի փոքր մեթոդի կիրառման իմաստով ավելի շահեկան վիճակում է գտնվում, հա։ Միանշանակ ասեմ իլիրում են ձեր ասացի, որ շատ տարբեր այլ հոգեթերապևտիկ ուղղություններ էքզիստենցիալ հոգեթերապիա, կոգնիտիվ վարքաբանական եւ այլ տարբեր ուղղությունների շրջանակներում հաճախ երբ որ հասնում ենք որոշակի փակուղու, երբ խոսքերը չկան, քիչ են կամ կարծես թե առաջ չեն կարողանում գնալ ինչ որ կետից այն կողմ, օգնության է գալիս ոչ վերբալ, ոչ խոսքային մեթոդը այս պարագայում, դա այդ ստեղծագործական process-ն է, արտ-թերապևտիկ մեթոդներն են։ Ու սա շատ հատկանշական կերպով նաև երևում է այն երեխաների հետ աշխատանքում, ովքեր ի սկզբանե ունեն որոշակի զարգացման նման խնդիրներ, դժվարություն խոսքի հետ, կոնտակտ ստեղծելու դժվարություններ, կոմունիկացիայի գնալու դժվարություններ, եւ այստեղ մենք ունենք մի հայտնի դեպք երաշտաթերապիայի ուղղություններից, երաշտաթերապևտիկ աշխատանքներից մեկի հետ կապված, կարծեմ սոցցանցերում, YouTube-ում տեղադրված է նաև այդ սեսիաների ընթացքը, երբ աուտիզմ ունեցող մի երեխայի հետ աշխատում է երաշտաթերապևտը եւ շատ գեղեցիկ կերպով ներկայացվում է, թե ինչպես է արտ-թերապևտիկ ստեղծագործական պրոդուկտը այս պարագայում երաշտական գործիքները հանդիսանում են կոմունիկացիայի միջոց եւ առաջին արձագանքը երեխայի, երբ որ բերում են այդ սենյակ, լինում է շատ ագրեսիվ, չի ցանկանում ոչ մի բանի դիպչել, միակ կոնտակտը հոր հետ էր, հոր կամ մոր հետ եւ որևէ մեկի հետ կոնտակտ չկար, առավել եւս երաշտաթերապևտի ով այդ պահին ինչ-որ բան պետք է անի, բայց մի քանի հանդիպում հետո ինքը քիչ-քիչ մոտենում է երաշտական գործիքներին եւ սկսում է երկխոսություն երաշտական գործիքի միջնորդությամբ թերապևտի հետ եւ տևական աշխատանքից հետո շատ մեծ դինամիկա է նկատվում այդ երեխայի մոտ, ընդհանուր մինչեւ վերադարձ իր տարիքին համապատասխան նաև կրթական ծրագրերին։ Հետաքրքիր էր, որ երեխաների հետ կապված նշեցիք, իդեպ երևի թե սա միֆերից մեկն է նաև, որ արտ-թերապիան միայն երեխաների համար է եւ ավելի շատ ընդունված է հենց երեխաների, հա, որտեղ երևի նկարչությունը, չգիտեմ, ներկելու կամ ասենք այդ տրիվիալ պարզ թվացող, հա, այդ գործողությունները կապված են երեխաների հետ։ Բայց մի փոքր կպատմեք մեզ, թե ինչպես է նաև կիրառվում այլ տարիքային խմբերի դեպքում եւ ինչպեսին է նաև փորձառությունը մեծահասակների պարագայում։ Այո, շատ էլի կարևոր հարցերից է, որովհետեւ հարցնում են, որ իմանում են արտ-թերապիա, հաճախ առաջին հարցը հետեւյալն է՝ դու երեխաների հետ եք, չէ՞, աշխատում։ Ոչ։ Աշխատանքը կարող է լինել սկսած այն տարիքից, երբ երեխանի վիճակի ինչ որ բան արդեն ինքնուրույն անել, ստեղծել, ոչ միայն ինքնուրույն, նաև մասնակցությամբ, օգնությամբ, հա, ինչ որ մեկի, վերջացրած այն տարիքով, երբ մարդը ի վիճակի է ինչ որ բան անելու, թե ինքնուրույն եւ թե ինչ որ մեկի օգնությամբ։ Այսինքն տարիքային որևէ սահմանափակում մենք չունենք եւ ինքը հավասարապես էֆեկտիվ է եւ երեխաների հետ աշխատանքում, եւ դեռահասների, եւ հասուն տարիքի շատ մեծ աշխատանքներ կան ավելի ուշ տարիքում ծերերի հետ աշխատանքների հետ կապված հետաքրքիր աշխատանքներ ու հետազոտություններ կան իրականում այստեղ մենք մի փոքր երևի գնում ենք նաև նրան թե ինչ որտեղից է ծագել արտ-թերապիան ի սկզբանե հետաքրքիր է վերադառնանք այդ սկզբին որտեղ ի սկզբանե ինքը դիտվել է որպես թերապիա զբաղվածությամբ Այսինքն դուրս է եկել որոշակի կլինիկաներից, բուժհաստատություններից շատ ժամանակ առաջ, երբ կային հատուկ հաստատություններ տուբերկուլոզով, փակ հաստատություններ եւ այլ նման կլինիկաներ, հոգեբուժարաններ, որտեղ ոչ մի այլ զբաղվածություն չի եղել որպես այդպիսին եւ քիչ-քիչ հասկացել եմ, որ կարելի է ինչ-որ բան անել եւ փաստորեն այն ինչ-որ անում ենք ոչ միայն ժամանակ է լցնում, այլ բերում է որոշակի դրական դինամիկա, որտեղ մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ լարված,
նոր մտքեր են գալիս, կյանքի իմաստն է փոխվում եւ այլն։ Եվ սա մինչ օրս էլ պահպանված է որպես այդպիսին շատ կլինիկաներում, տարբեր բուժհաստատություններում ամենատարբեր սպեկտրի պացիենտների հետ ընդհանուր մինչև պալիատիվ խնամքի շրջանակներում իրականացվում է արտ-թերապևտիկ աշխատանք։ Եվ ինչի համար ես սա հիշեցի, որովհետեւ եթե ծերերի հետ աշխատանքում սա ավելի շատ կարող է հիշեցնել այդ զբաղվածության էլեմենտը, թեև այնուամենայնիվ ունի էլի իր թերապևտիկ նշանակությունը, գուցե վերաիմաստավորելու կյանքը, անցած ուղին, ճանապարհը, ինչ որտեղ ամփոփելու, եթե դա պալիատիվ խնամքի հետ է կապվում։ Ես հիշեցի, որ մի այսպիսի հետաքրքիր փորձ էր արվել նորածնային շրջանում երեխաների հետ եւ ոնց որ մի սենյակում այդ նորահաս, ոնց որ թերհաս ներողություն, թերհաս երեխաները, ովքեր ինչ-որ խնդիրներ ունեն եւ դեռևս պահվում են բժշկական հաստատություններում, միացրել էին Բրամսի ստեղծագործությունները, մյուս տեղում չէին միացրել եւ ինչ որ տևական ժամանակ տեսան, որ առաջընթացը գրանցվում է այն երեխաների մոտ, որոնց մոտ բարբերաբար միացվում էին Բրամսի ստեղծագործությունները եւ այստեղ հետաքրքիր է, որ մասնագետները իրապես նկատում են, որ որոշակի ազդեցություն լինի, դա չգիտեմ, երաժշտությունը կամ գուցե արվեստի այլ տեսակը, նույնիսկ այդպես բջջային մակարդակով ինչ որ հետևանք ամեն դեպքում թողնում է մեր օրգանիզմում։ Հիմա արտ-թերապիայի դեպքում ինչ է կարծում, էլի, ինչ է կատարվում, դա այդ կենտրոնացումն է, թե ինչ որ մի պահ մտքերը մեր մտավոր գուցե որտեղ այստեղ հիմնականում մեր հոգեկան առողջությունը շատ չէ, մեր մտքերի շուրջ պտտվող դրի մասին է։ Արդյոք ինչ որ բան նաև այս մակարդակում եւս կատարվում է մարդու մոտ։ Անպայման փոփոխությունները կատարվում են եւ ֆիզիոլոգիական, եւ հոգեբանական տարբեր մակարդակներում եւ շերտերում։ Արտ-թերապիան որպես մեթոդ բավականին մեղմ մեթոդ է, որովհետեւ process-ը ինքնին հաճախ հիշեցնում է խաղ, ինչը տալիս է ավելի ապահովության, պաշտպանվածության զգացողություն, բայց այն թե ինչի հետ ենք մենք ընթացքում բախվում, շատ խորքային կարող է լինել, եւ այստեղ է հենց որ մենք բախվում ենք ոչ միայն որոշակի նեյրոհոգեբանական, ֆիզիոլոգիական ինչ-որ կողմերի, այլ նաեւ խորքային անգիտակցական աշխատանքներին։ Մենք հնարավորություն ունենք պրոյեկցիայի մեխանիզմի միջոցով դուրս բերել տեղեկատվություն, չարտահայտված, չապրված որոշակի հույզեր, ընդհանուր մինչև տրավմատիկ փորձառություն, այդ ստեղծագործական product-ի միջոցով, բայց դա այն է, ինչ որ գալիս է խորքային անգիտակցականից։ Ինչ է տեղի ունենում։ Այն ինչ մեզ համար ցավալի է, այն ինչ մեզ համար հաճելի չի, գիտակցությունը վերահսկում է, որպեսզի դուրս չգա։ Արտ-թերապիան որպես մեթոդ տալիս է հնարավորություն շատ նուրբ ու մեղմ ձևով շրջանցելու գիտակցական վերահսկողությունը եւ դուրս բերելու որոշակի բովանդակություն, որը դու մնացած պայմաններում մերժելու ես։ Չէ, տենց բան չի եղել, չէ, հաստատ տենց չի եւ այլն, բայց երբ որ դու նկարում ես եւ օրինակ նկարում ես եւ առերեսվում ես մի իրականության հետ, որը ու հասկանում ես, որ սա քո մասին էր, այստեղ դու կարողանում ես եւ մենք որպես մասնագետ կարողանում ենք հետեւել արտ-թերապիայի բոլոր գործառույթներին, որոնցից է օրինակ կատարսիսային գործառույթը, մի քիչ երևի բացենք մեր կատարսիսը դեռևս անտիկ շրջանից եկած եզրույթ է, խոսքը գնում է մաքրման մասին, դուրս բերել կուտակված, ներսում պահված որոշակի հույզեր ու դա անել ապահով տարբերակով, որը այս պարագայում ստեղծագործությունն է։ Եվ ունենալ այդ մաքրվածության զգացողությունը։ Հետևում ենք ռեգուլյատիվ ֆունկցիային արտ-թերապիայի, որը ենթադրում է կարգավորել, բալանսի բերել, ստաբիլացնել ու կայուն պահել հոգեհուզական վիճակները։ Սիմվոլիկ գործառույթը, սիմվոլիկ կերպով արտահայտել այն ինչին դու կվախենայիր ուղիղ ձևով առնչվել, բախվել ուղիղ ձևով։ Դրա համար արտ-թերապիան որպես մեթոդ համարվում է ավելի մեղմ, բայց ոչ պակաս վտանգավոր ճակերտների մեջ, այն տեսանկյունից, թե ինչի հետ ենք առնչվելու։
Ինչը էլի եւս մեկ անգամ իլրումը նախորդ մեր հատվածի ասեմ, պահանջում է արտ-թերապևտից բավարար կոմպետենտություն ու պատրաստվածություն, որովհետեւ եթե խոսենք ցուցում եւ հակացուցում տարբերությունների մասին, ինձ համար առաջին սահմանափակումը եւ հակացուցումը դա արտ-թերապևտի ոչ բավարար պատրաստվածությունն է։ Որովհետեւ ի վերջո այդ չվնասելու սկզբունքը այստեղ եւս կարծում եմ կարեւոր է, որ ընթացքում հակառակը ավելի չվնասենք եւ գուցե ավելի ցավեցնենք այդ բոլոր չապրած, հույզերը շատ ավելի ծանր վիճակում չդնենք մարդուն այդ բառը։ Անպայման։ Իսկ հետաքրքիր է ինչպիսին են այդ ռեակցիաները, էլի ինձ ուղղակի զուտ էսպես նկարագրելով էլի կարելի է նաև հասկանալ, բայց մարդով կարողանում է ապրել այդ տրանսֆորմացիան, տեսնել այդ պրոդուկտի մեջ, վստահ եմ, որ բացի զարմանքից երևի թե էլի ինչ որ հետաքրքիր պահեր են լինում մարդու մոտ, զուտ նաև որ կարողանան ակնկալել ինչ կլինի։ Եվ գուցե հնարավոր է արդյոք իդեպ, որ չստացվի այդ տեսակ արդյունք ունենալը։ Մենք դա անվանում ենք ինսայթ։ Երբ որ գալիս հասնում են ինչ-որ մի կետի եւ ունենում են այդ վաու ռեակցիան, այսպես ասած պայմանականորեն, որ փաստորեն էս էր, վայ ոնց չէի մտածել, վայ փաստորեն սենց ինչ որ, այսինքն այդ գիտակցման մի հատ փուլ է գալիս, որը չափազանց մեծ կարևոր ու ռեսուրսային մաս կարա կազմի process-ի համար։ Եթե այցելուի մոտ որևէ դինամիկա չկա եւ ինչպես նշեցիք, չի ունեցել, չի գալիս, չի հասնում այդ վիճակին, ուրեմն process-ի մեջ մի բան են չի, կամ կոնտակտի հետ կապված խնդիր կա, կամ մեթոդը չի համապատասխանում այցելուին, կամ ինչ որ կերպ, ինչ որ մի բան, ինչ որ մի կետում սխալ է ընտրվել, սխալ ձևով է ընթացել, որովհետև ստեղծագործականությունը որպես այդպիսին նախադրյալ բոլորիս ներսում կա դրված եւ պարզապես պետք է իրեն կարողանալ ճիշտ ձևով, հմուտ ձևով օգտագործել, առաջացնելով թերապևտիկ որոշակի արդյունք։ Դուք խոսեցիք նաև խմբային արտ-թերապիաների մասին, ինչպես է սա իրականացվում եւ արդյոք այստեղ մի փոքր անհարմարություն եւ վախեր չեն առաջանում, քանի որ ի վերջո բացի իրենցից նաև այլ մասնակիցներ կան եւ այստեղ ոնց որ կարծես տեսանելի են նաև մյուսների դեպքում։ Խմբային ֆորմատով իրականանում է ճիշտ այնպես, ինչպես իրականացվում են այլ խմբային հոգեթերապևտիկ աշխատանքները։ Պարզապես էլի եթե այնտեղ կան ուղղակի մարդ խմբի անդամներ փոխհարաբերություններ, այստեղ մենք ունենք երրորդ կողմը, դա ստեղծագործական պրոդուկտն է։ Ի սկզբանե դրվում են կանոններ, որոշվում են սահմաններ։ Իդեպ սա նաև հոգեթերապևտիկ, անհատական հոգեթերապևտիկ աշխատանքին է բնորոշ, որովհետև հենց ուղղակի ինչ որ բան անելը տարբերում է հոգեթերապևտից նրանով, որ դրվում են հստակ սահմաններ, եւ սա ենթադրում է նաեւ որոշակի կերպով պատասխանատվության վերցնել։ Նույնը տեղի ունենում նաեւ խմբային աշխատանքի ժամանակ, երբ որ դրվում են, սահմանվում են որոշակի կանոններ, գաղտնապահության հետ կապված, ֆոտո, վիդեո տեսանկարահանումների եւ այլ մնացած process-ը կարգավորող տարբեր կանոններ։ Միակ տարբերությունը, որը կնշեմ եւ ամենահիմնարար տարբերությունը խմբային աշխատանքի եւ անհատականի միջեւ, անհատականում կարողանում ես 1 հոգու հետ ավելի խորք գնալ, խորքում աշխատել, բայց խմբային աշխատանքն էլ տալիս է հնարավորություն տեսնելու կենթանի փոխհարաբերություններում քեզ, այսինքն այն խմբայինի դրական կողմերն այլ են, անհատականինը փոքրինչ այլ է, վերջի վերջում մասնակիցը հնարավորություն ունի ընտրելու, որտեղ իրան ավելի կոմֆորտ է այդ ձևաչափով էլ իրականացնի իր աշխատանքները։ Իսկ կան հիմա այդպիսի հնարավորություններ կամ տեսակներ, ուզում եմ պատկերացնել արդյոք մարդով ունի նմանատիպ ցանկություն կամ գուցե կարիք խորհրդակցում է նաև մասնագետի հետ, որքանով է հասանելի այս տեսակը որպես այդպիսին, արտ-թերապիան մեզ մոտ։ Ես իհարկե նշեցի, որ կան այսպես կոչված խմբակներ, որոնք փաստորեն մեր պատկերացրած եւ ձեր կողմից մանրամասն նկարագրած արտ-թերապիայի մասին չէ, բայց եթե այդպես հենց գրագետ վերապատրաստված մասնագետների կողմից մատուցվող ծառայության մասին ենք խոսում, ծառայությունն այստեղ գուցե լավ չի հնչում, բայց արտ-թերապիան, որը ավելի այսպես մաչելի է, նկատի ունեմ
հասարակության լայն շերտերի համար ոնց գտնեն, ոնց կարողանան տարբերակում անել, որ իրենց մի փոքր ավելի հեշտ լինի։ Այն իրականությունը, որը մենք ունենք այսօր այստեղ, փոքրինչ տարբերվում է արտասահմանում ընդունված ձևաչափերից, որովհետև արտասահմանում լայնորեն կիրառվում է տարբերակ, որը կոչվում է ստուդիական բաց խմբեր արտ-թերապիայի։ Դա հատուկ ստուդիա է, որտեղ կան տարբեր միջոցներ արտ-թերապևտիկ աշխատանքի համար եւ մարդիկ կարող են գնալ իրականացնել որոշակի արտ-թերապևտիկ աշխատանք, մասնագետի վերահսկողությամբ իհարկե, բայց ներգործությունը մինիմալ է այստեղ։ Մեզ մոտ այս պահի դրությամբ նման ստուդիական բաց խմբեր չկան դեռևս։ Բայց կան փոքր տարբեր տեղերում կազմակերպվող ծրագրեր, իրականացվող եւ վերապատրաստումներ արտ-թերապիայի ուղղությամբ եւ նաեւ խմբային արտ-թերապևտիկ աշխատանքներ։ Ես այստեղ նշեմ մի կարևոր հանգամանք, անգամ այն պահին, երբ մենք իրականացնում ենք ուսումնական աշխատանք, որոշակի տեխնիկա յուրացնելու ժամանակ յուրաքանչյուր մասնակից այդ տեխնիկան կիրառում է իր վրա։ Այսինքն մեր բոլոր ուսումնական process-ները ստացվում են մասնակիորեն թերապևտիկ։ Երբեմն այս եւս անցնում եք, դա։ Այո, երբեմն այս մասնակիցությունը խախտվում է, որովհետեւ բնականաբար անհատական process-ի հետևից գնալը լինում է միշտ շատ ավելի առաջնային, կարևոր, գայթակղիչ եւ process-ը սահուն դառնում է որոշակի թերապևտիկ գործընթացի։ Այսինքն կարող ենք համարել, որ կա ուսուցում, որը ինքնին թերապևտիկ կարող է լինել։ Մնացած խմբային արտ-թերապևտիկ աշխատանքների մասով կարծում եմ դեռ շատ անելիքներ ունենք, ավելի ծավալ ընդլայնելու եւ մեծ աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես տարբեր այսպես կազմակերպություններում կան իրականացվող որոշ աշխատանքներ, բայց կարծում եմ դեռ անելիք շատ ունենք ընդլայնելու այս աշխատանքները։ Քանի որ շատ են եւ արտ-թերապիա եւ ընդհանրապես հոգեթերապիայի շուրջ բազմատեսակ միֆերը, ես կխնդրեմ նաեւ այս հարցին անդրադառնալ, թե դրանցից մի քանիսին փորձեցինք ընթացքում անդրադառնալ, ինչու, որովհետեւ այօնակ այդ մեկը, որ պարտադիր պիտի ինչ-որ նկարչական կամ արվեստի որևէ այլ ճյուղով դու հմտություն ունենաս եւ այլն, սա երևի թե ամենատարածվածն է։ Բայց ընդհանրում եմ, որ կան նաեւ այլ միֆեր, որոնք մարդկանց հետ են պահում եւ մի փոքր ուրիշ լույսի ներքո են ներկայացնում արտ-թերապիան։ Փորձենք այստեղ եւս, մի հատ հասկանալ, թե ինչ միֆեր կան, որոնց մասին դեռևս չենք խոսել։ Չգիտեմ ինչքանով է սա միֆ, թե իրականություն մասամբ, որովհետև ինձ ամենայն դեպս առաջին այս բանին ինչ մտքից գալիս է, դա այն է, որ ինքը շատ հավես բան է։ Սա շատ տարածված պատկերացում է, որովհետև էլի նայած թե ինչի մասին ենք մենք խոսում։ Եթե դա հիմա շատ ինչ որ տես միջոցառումներ կան, որտեղ նկարում են, նկարելու հետ մեկտեղ գինի են ըմպում, չգիտեմ ինչ որ հավես ժամանակ են անցկացնում։ Եթե սա է, ուրեմն այո, կարա լինի ինչ որ հետաքրքիր հավես մի բան։ Ժամանց, այո, սա բացառացակ որևէ առնչություն չունի արտ-հոգեթերապևտիկ աշխատանքի հետ։ Մյուս միֆերից հաճախ, որ մենք կարող ենք նկատել, դա այն է, որ անպայման արտ-թերապևտիկ աշխատանքից հետո պետքա ունենաս ինչ-որ լավ ինքնազգացողություն, տենց գնամ, տենց ինչ-որ մի բան անեմ, ինձ լավ լինի եւ դուրս գամ։ Սա ինչպես եւ եթե խոսում ենք արտ-հոգեթերապիայի մասին, պարտադիր չի, որ ամեն հանդիպումից հետո եւ ամեն աշխատանքից հետո դուք այսպես շատ ուրախ, զվարթ, երջանիկ, բոլոր հարցերը լուծված դուրս գան։ Երբեմն կարծում եմ մի քիչ մարդկանց մոտ նաեւ որոշակի դիմադրություն է առաջացնում մյուս միֆը կապված նրա հետ, որ սա հիշեցնում է ինչ որ կախարդական մի process, վախենալու մի բան։ Իրականում սա բացարձակ կախարդանքի եւ ինչ որ այլ մոգական բաների մասին չի, այլ պարզապես մեր հոգեկանի աշխատանքն է այդպիսին։ Դուրս բերել որոշակի բովանդակություն մեր ներսից, թեկուզ եւ դա խորքային անգիտակցականից է, եւ առերեսվել որոշակի իրականության հետ, ներքին բովանդակության հետ, անել դրա հետ ինչ որ աշխատանք եւ հետ վերադարձնել
ինքը հետ է վերադառնում նաև այնտեղ թողնելով որոշակի հետ գնսվածք, այսպես ասած, եւ ինչ որ ժամանակ անց մենք տեսնում ենք մեր վարքում որոշակի փոփոխություններ, օրինակ, միգուցե, բայց սա կախարդանք չի, այլ ուղղակի հոգեկանի աշխատանքի մեխանիզմներն են որպես այդպիսին։ Երբեմն նաև հաճախ չեն ուզում մտնել այդ process-ի մեջ, որովհետև մտածում են, որ իմ մասին դու շատ բան կիմանաս։ Ես նաև նկատել եմ, որ ինչպես որ ակնկալիք լինում է սովորաբար հոգեթերապիայի դեպքում, երբ մարդը մտածում է, որ ինչ որ մեկ անգամ գնալուց հրաշքներ են տեղի ունենալու եւ ինքը շատ ավելի հոգեկան առողջ վիճակում է գտնվելու, արդյոք այստեղ էլ է այդ նույն մոտեցումը եւ սովորաբար լինում է դեպքեր, որ այսպես ցիկլ է լինում եւ պարբերականություն է լինում որոշակի, թե ամեն դեպքում այդ մի այցելությունը եւ մի արթերապիան արդեն իսկ է կարելի է ամբողջական եւ ավարտված համարել։ Մեկ հանդիպումը կարող ենք ավարտված համարել մեկ հանդիպման համար միայն եւ ոչ խնդրի լուծման տեսանկյունից։ Իհարկե կարող ենք էլի կախված է շատ տարբեր հանգամանքներից, կարելի ավելի կարճ ժամկետներում հասնել որոշակի արդյունքի, կախված հայցից, կախված ինքնարեֆլեքսիվ ընդունակություններից այցելուի եւ այլն, էլի մի քանի տարբեր հանգամանքներից կախված, բայց ըստ էության, եթե նայենք ավելի դասական այսպես պատկերացումներով, ապա ինքը ենթադրում է որոշակի աշխատանք, որոշակի ժամանակ, ցիկլեր, գուցե ինչ որ շրջափուլեր, այսպես ասած, եւ այստեղ ինչի է սա այսպես, որովհետեւ մենք էլի հիշեցնեմ, որ արտ հոգեթերապիայի համար մենք առաջնային պլան ենք բերում հարաբերությունների կառուցումը։ Եվ սա ենթադրում եմ, որ շատ անհատական կարող է լինել յուրաքանչյուրի դեպքում շատ տարբերվող։ Այո։ Չունենք ոչ մի սահմանափակում։ Թեև ընդունված է համարել պայմանականորեն, որ եթե արտ թերապիայով աշխատանքի մոտավորապես 6-7 հանդիպում հետո որևէ տեղաշարժ չկա, ուրեմն մեթոդը եւ այցելուն իրար չեն համապատասխանում պայմանականորեն, որովհետև հավանականությունը, որ դու կարողանում ես ավելի շուտ ինչ-որ կետի հասնել այս տարբերակով, ավելի մեծ է, բայց սա միայն մի փոքր այսպես ենթադրություն դիտարկում որպես այդպիսին, իսկ անդրադառնալով նաև հենց մասնագետներին, հոգեբաններին, ովքեր չունեն այդ պատրաստվածությունը, վերապատրաստումը, երբ հասկանալ, որ գուցե սա քեզ պետք է, դա էլ է շատ անհատական, թե ամեն դեպքում որոշ դեպքերում որոշ այցելուների պարագայում սա ամեն դեպքում ցանկալի է։ Ես կարծում եմ վերապատրաստվել միշտ պետք է։ Սրա համար ոչ թե պետք է ինչ-որ պահի հասկանալ, այլ մշտապես նույնիսկ սահմանել որոշակի ժամկետներ, ժամանակ առ ժամանակ դա անելու, որտեվ սա ոչ միայն հետապնդում է նպատակ ավելի պրոֆեսիոնալ ու արդյունավետ լինելու քո աշխատանքի մեջ, այլ նաև ինքնախնամքի շատ կարևոր մաս է կազմում, չկարծրանալու, սահմաններից դուրս գալու հնարավորության, գիտակցության դաշտը լայնացնելու, գիտելիքները, փորձ եւ այլն ավելի մեծացնելու։ Որոշ դեպքերում, երբ որ կոնկրետ աշխատանքի շրջանակներում մենք բախվում ենք փակուղու, այստեղ կա մյուս աշխատանքի ձևը, որը սուպերվիզիան է, եւ այս պարագայում ճիշտ է սուպերվիզիան վերապատրաստում չէ որպես այդպիսին, բայց ենթադրում է այլ մասնագետի հետ process-ի հետ կապված հարցերի վերհանում եւ հնարավորություն այլ տեսակետից նայելու եւ այլ նոր ճանապարհներ գտնելու։ Ինչ որ ձևաչափով կարելի է սա էլ համարել այսպես ազդակ, որ ես ինչ որ անելիք ունեմ այս դաշտում։ Դե եթե խոսքն էլ վերաբերում է նրան, որ գիտությունը զարգանում է անընդհատ եւ մշտապես նոր մեթոդներ, նոր մտքեր, նոր գաղափարներ եւ սա էլի որոշակի մասնագիտական խղճի շրջանակներում տեղավորվող մի բան է, ուղղակի բարբերաբար դա անելու։ Շնորհակալություն Սեդա մանրամասն արտ-թերապիան ներկայացնելու համար եւ վերջում մեր ավանդական հարցը, որն է հենց ձեր առողջ լինելու բանաձևը։ Լինել ներդաշնակ մարմնով, հոգով, մտքով։ Ինձ որպես արտ-թերապևտի այս հարցում չափազանց շատ օգնում է արտ-թերապիան իր տարբեր ուղղություններով հանդերձ, որը հնարավորություն է տալիս շատ
մեղմ ձևով վերաիմաստավորելու տարբեր process-ներ, տարբեր երևույթներ եւ մշտապես ավելի ստեղծագործաբար մոտենալու տարբեր խնդիրներին։ Գիտակցության դաշտ ընդլայնելով։ Այո։ Շնորհակալություն, դուք դիտում էիք Բուն TV-ում առողջ ոդքասթը։ Ցտեսություն։